Բարև ձեզ սիրելի երեխաներ։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր դասի թեման է առողջ և սննդարար ուտելիքներ և ինչպես ճիշտ սնվել։ Այսօրվա դասից մենք կհասկանանք, դուք ճիշտ եք սնվում, թե ոչ։ Մեր այսօրվա դասի նպատակն է սովորեցնել տարբերել առողջ և անառողջ սննդատեսակները, կազմել առողջ սննդացանք, կատարենք խմբային աշխատանքներ, քննարկումներ և գործնականորեն հասկանանք, թե ինչու է կարևոր ճիշտ սնվելը։ Դասի ավարտին կկարողանաք դասակարգել սնունդը առողջ և անառողջ, կմասնակցեք քննարկումների և կարտահայտեք ձեր կարծիքը։ Կհասկանանք, թե ինչպես է սնունդը ազդում մեր առողջության վրա։ Երեխաներ, իսկ այսօր նախաճաշին ինչ եք կերել։ Բարձր։ Ձու։ Իսկ դու Ալբեր։ Թե ես խմել։ Իսկ ձեր կարծիքով ձեր նախաճաշը առողջ է, թե անառողջ։ Առողջ։ Առողջ է, թե։ Իսկ ուրիշ ինչ առողջ սննդամթերքներ գիտեք։ Ինչ առողջարար սննդամթերքներ գիտեք, ինչն է, որ շատ առողջ է։ Մրգեր։ Էլ ինչերն են առողջարար։ Պանիրը կաթնամթերք, չէ՞, այսինքն պանիրը, կաթը, մածունը բոլորը առողջ են, չէ՞։ Ինչ։ Այո, միսն էլ է առողջարար։ Թարմ միսը առողջարար է։ Բրոկոլին էլ է առողջարար։ Լավ երեխաներ, մենք սահիկի օգնությամբ եկեք հասկանանք, թե որոնք են առողջ և անառողջ սննդամթերքները։ Սննդակարգում, երեխաներ, մեր սննդակարգում պետք է ընդգրկվեն տարբեր մթերքներ։ Միայն սննդակարգի բազմազանության պայմաններում է, որ հնարավոր է օրգանիզմը ապահովել անհրաժեշտ վիտամիններով։ Առողջ համարվում է այնպիսի սննդակարգը, որն ապահովում է օրգանիզմը բավարար քանակությամբ բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, վիտամիններով, ջրով, հանքային աղերով։ Վիտամինները և հանքային նյութերը սննդի պարտադիր բաղադրիչներն են, և շատ վիտամիններ պարունակվում են մրգերի, բանջարեղենների մեջ։ Առողջ սննդակարգը կարելի է պատկերել սննդային բուրդի ձևով, որտեղ բերված են տարբեր խմբերի սննդամթերքներից առաջարկվող չափաբաժինները, որոնք մեր օրգանիզմին անհրաժեշտ են։ Նարնջագույնում բերված են հացահատիկները և ծաղարեղենը, կանաչում բանջարեղեն, կարմիրում մրգեր, դեղինում յուղ, ձեթ, կապույտում կաթնամթերք և մանուշակագույն հատվածում մսամթերք, լուբազգիներ, ձու։ Այս նկարում պատկերված են այն մթերքները, որոնք մեր ատամը վնասում են և որոնք չեն վնասում։ Եկեք տեսնենք, մեր ուրախ ատամիկի մոտ նկարված են այն մթերքները, որոնք մեր ատամը չեն վնասում։ Իսկ տխուր ատամիկի մոտ ապա նայեք այն ուտելիքներն են, որոնք մեր ատամները փչացնում են։ Երեխաներ, եկեք կարդանք մի քանի բարձ, բայց շատ կարևոր խորհուրդներ, որոնք մեզ կօգնեն առողջ սնվել։ Սննդակարգը պետք է լինի բազմազան։ Սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ պետք է ուտել տարբեր սննդային խմբերից մթերքներ։ Պետք է ուտենք հաճույքով և տրամադրված, մի կես շտապելով, ոտքի վրա, խոսելով, ծիծաղելով, մի կերեք ընթերցելիս, հեռախոսով զբաղվելիս, սնունդը լավ ծանեք, կտորներով ուր մի տվեք, խուսափեք շատ տաք կամ սառը սննդից, շատ քաղցր, կծու, թթու մի չարաշահեք, և քաղցած չեք, շատ մի կերեք, և սեղանից հեռացեք փոքրինչ չհագեցած։ Երեխաներ, իսկ դուք ջուր շատ եք խմում, թե ոչ։ Իսկ դուք գիտեք, որ ջուրը շատ օգտակար է մեր օրգանիզմին։ Ջուրը կարևոր է օրգանիզմի բոլոր գործառույթների համար, կարևոր է ամեն օր բավարար քանակությամբ ջուր խմել, ջրով հարուստ սննդամթերքներ ուտել։ Այստեղ պատկերված են անառողջ սննդի օրինակներ, իսկ այստեղ կա ինչ-որ սննդամթերք, որը դուք սիրում եք։ Ոչ։ Այստեղից ոչ մի սննդամթերք չեք սիրում։ Ես այո։ Ո՞րն եք սիրում։ Չիփս։ Բայց գիտես, որ դա շատ վնասակար է առողջությանը և պետք է շատ քիչ օգտագործել։ Երեխաներ, նայեք նկարին, այստեղ պատկերված են երկու մարդ, որոնցից մեկը
Չափից շատ է օգտագործել անառողջ սնունդ, իսկ մյուսը սնվում է առողջ։ Ապա նայեք նրանց տարբերությունը։ Նրա օրգանիզմը մարմինը առողջ է, իսկ մյուսինը ոչ։ Երեխաներ, ձեզ համար մի շարք խաղեր պատրաստել, որոնք վերաբերվում են առողջ եւ անառողջ սննդին, եւ որոնց արդյունքում դուք կարողանաք հեշտությամբ տարբերել առողջ եւ անառողջ սնունդը։ Մոտեցեք սեղանին, սեղանի վրա գրված են առողջ եւ անառողջ սննդամթերքներ։ Եվ դուք զամբյուղների մեջ պետք է դասավորեք մի զամբյուղում առողջ սնունդ, մի զամբյուղում անառողջ սնունդ է։ Նարեկ, դու անառողջ սնունդները դասավորի զամբյուղի մեջ, Ալբերտ, դու առողջ սնունդները։ Եկեք այստեղ։ Երեխաներ, ներկայացրեք, թե ինչու եք ընտրել հենց այդ մթերքները։ Ով է ընտրել անառողջ սնունդը։ Ես Դե ներկայացրու ինչեր ես ընտրել։ դասավորված սոպ կոկո կոնֆետներ, Ալո, քո կարծիքով Նարեկը ճիշտ է ընտրել, բոլորը անառողջ սնունդ էին։ Իսկ հիմա Ալբերտ, ներկայացրու, թե դու ինչ մթերքներ ես ընտրել։ ջուր մանդարին բանան խաղող դութուն Ապրես, խնձոր լիմոն ձոր Նոլիկ Գելակ Գազար Կիվի Նարինջ Ալբերտ, քո ընտրած բոլոր մթերքները առողջ սնունդ էին, չէ՞։ Ապրեք երեխաներ։ Իսկ հիմա եկեք անցնենք մեր մյուս խաղին։ Մոտեցեք մյուս սեղանին։ Երեխաներ, այստեղ ունենք ատամիկներ, ուրախ եւ տխուր։ Ուրախ ատամիկի վրա փակցնելու ենք այն սննդամթերքները, որը մեր ատամը չեն վնասում։ Իսկ տխուր ատամիկի վրա փակցնելու ենք այն սննդամթերքները, որը մեր ատամը վնասում է։ Փակցնելու ենք դակիչի օգնությամբ։ Այստեղից ընտրում ենք այն սննդամթերքները, որը ատամը չէ վնասում եւ փակցնում ես։ Իսկ դու Ալբերտ այն սննդամթերքները, որը ատամը փչացնում են եւ վնասակար են ես համար։ Սպասիր, վերցնում ես, այսպես, և սրա օգնությամբ, հասկացար ձևը, Ալբերտ ջան, վերցրու, և ուժեղ սեղնում։ Դե աշխատեք, ստացվեց, այսպես վերցրու ձեռքով, պահի ու մյուս մատով,
ուժեղ պետք է սեղմես։ Աշխատեք։ Այս մի ձեռքով, այսպես պահ։ Պինդ սեղմիր, ուժեղ սեղմիր։ Չստացվում դարի, պիտի ուժեղ սեղմես, այսպես, դուք ուժեղ տղաներ եք, փորձեք։ Մեկ քարը սեղը։ Ոչինչ։ Ընտրեք։ Ձեռքով պահի, որ ստացվի։ Ուժեղ սեղմիր։ Վերջացրեցի՞ր։ Չէ, այդտեղից չեք գտնում, մտնում եք միայն այստեղ դուզածներից։ Լավ, երեխաներ, վերջացրեցին։ Երեխաներ, իսկ հիմա բացատրենք, թե ինչու եք ընտրել հենց այդ մթերքները։ Որովհետև առողջ ծնունդ են, իսկ Ալբերտ քոնը։ Ապրեք։ Հիմա Ալբերտ, նայեք Նարեկի ատամիկին և տես Նարեկը բոլորը ճիշտ է ընտրել, թե ոչ։ Այո, իսկ Նարեկ դու նայիր Ալբերտինը։ Այո։ Չունի չէ սխալ Ալբերտը։ Ապրեք, շատ ապրեք։ Մեր հաջորդ խաղը երեխաներ։ Առողջ ափսեի ընտրություն, այսինքն դուք ձեր ափսեի մեջ դասավորում եք այն սննդամթերքները, որոնք որ սիրում եք, և հետո մենք հասկանում ենք դրանք առողջ են, թե անառողջ են։ Հասկացանք, ընտրում եք այստեղից։ Այն սննդամթերքները, որը շատ սիրում եք։ Իսկ հետո կհասկանանք դրանք առողջ են, թե ոչ։
վերացրեք, թե ինչեր եք ընտրել։ Ալբեր, ինչեր ես ընտրել։ Գազար, հաց, կապ, ծու, Ձմերուկ։ Քո կարծիքով սրանք բոլորը առողջ են։ այո, Նարեկ, գազ, զուտ, հաց, զմերուկ, ձու, սող, սող, զուկ, ապրես, երեխաներ, երկուսիդ ընտրածներն էլ առողջ սնունդ էր։ Դուք դասի արդյունքում այդպես ընտրեցիք, թե իսկապես այդ մթերքներն եք սիրում։ Իսկապես սիրում եք այդ մթերքները, շատ ապրեք, դե ավելի լավ։ Եկեք նստենք։ Այս դասի շնորհիվ երեխաներ, դուք ինչ հասկացաք։ Որպեսզի մեր օրգանիզմը առողջ լինի, չէ՞։ այո, Իսկ որ մթերքներն էին ամենաշատը վիտամիններ պարունակում։ գազը, մրգը, Մրգերը, բանջարեղենները, չէ՞։ այո, Դասի ավարտին մենք կհասնենք մեր առաջադրած վերջնարդյունքներին, եթե ամեն օր միասին առողջ ընտրություններ անենք։ Սկսենք փոքր քայլերից, ինչպիսիք են յուրաքանչյուր կերակուրին ավելի շատ բանջարեղեն ավելացնելը, ամբողջական հացահատիկ ընտրելը և ջրի շատ օգտագործումը։ Երեխաներ, այսքանով ավարտվեց մեր դասը։ Ինչ հասկացանք մենք այս դասի արդյունքում։ որ պետք է ճիշտ սնվել, որ օրգանիզմը առողջ լինի, Ալբեր, այս դասից հետո դու արդեն կսկսես առողջ սնվել, չէ՞։ Ինչը քիչ կօգտագործեք երեխաներ։ cheese, Այսօրվա դասից հետո ավելի լավ հասկացանք, չէ՞, որ չպետք է օգտագործել նման սննդամթերքներ, որպեսզի առողջ լինենք։